Անցորիկ տեղում օրինակ միջև 50-ը կամ 70-ը, թե կլինեմ օրինակ 350-րդ համարը եւ ուղղակի չեմ լինի ազգային ժողովում։ Ես ոչ թե ցանկանում եմ ունենալ անցորիկ տեղ, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն։ Եվ արդեն իմ գործունեությունը վերլուծել եմ մեր կուսակցականները կորոշել։ Այս պահին վարչությունն է մերժել, որը ես վստահ եմ, որ եթե համագումարը ընտրի, ես կունենամ անցորիկ տեղ եւ կլինեմ առաջի առնվազն 50 համարների մեջ։ Բարեբախտությանը չէիք համապատասխանում, պարոն Սարգսյան։ Չի քննարկվել նման հարց։ Ասում եմ, որ իրական եղանմշակը վարչությունն է, այսինքն վարչությունը։ Ես արդեն պատասխանեցի, որ ես իրացնելու եմ ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի եւ նաեւ ունենալ առաջադրվելու իրավունք, նաեւ կարծում եմ, որ առաջիկայում այսօր կամ վաղը կամ մոտորերս վարչությունը ինձ կհրավիրի, որպեսզի քննի իմ բողոքը եւ բավարարի բողոքս կամ մերժի։ Դուք հասկացել եք պատասխանը, Ասեմ, ունեմ այդ հարցի պատասխանը։ Ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անուններ տալ, ովքեր այս պահին գործընկերներին ասել եք, որ բուքմեկերական ձեզ որ դեից է տեղեկատվությունը, այդ նույն մարդն ասել ում պատվերով գրել եք հոդվածը։ Դուք կարգից ես հրավիրեք, դուք ինչ է նշանակում, այսինքն դուք ինչի հետ կապված եք ինձ հասնել, ինչ է իրականությունը, ասեք ով է, տեսեք, արգելվում է փակ նիստից արտահոս կապահովել, ու մնաց նաև պատվեր տալ, բայց դա արտահոս չի, դա պատվեր է, որի հետևից կգնանք։ Հիմա անդրադառնանք մյուս հարցին, հիմա հաջորդ հարցին անդրադառնամ։ Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով եւ որոշ առաջարկներ եմ արել կառավարությանը, 10 առաջարկներ եմ արել, որոնք ընդունվել են եւ նաեւ 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։ Ամենախնդրավոր օրենքի նախագիծը նաեւ որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետեւյալում։ Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել եւ սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն, խոսքը վերաբերվում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն։ Օրենքը ընդունվեց շատ բուռն քննարկումների արդյունքում, քննարկումներից մեկի արդյունքում, որը տևել է 2 ժամ, ես երկար ելույթ եմ ունեցել եւ բերել եմ բոլոր հիմնավորումները, թե ինչու պետք է մենք բարձրացնենք բուքմեկերական ընկերությունների հարկերը, որոնք վերջում ձևակերպեցինք կրկնակի турքի տեսքով, օրենքի նախագիծը ընդունվեց։ Այս պայդրությամբ ապրիլից մինչև այս պահը 10 միլիարդ, շուրջ 10 միլիարդ ավել գումար է մուտքագրվել պետական բյուջե, ասեմ, այո, հենց այդ նախագիծը, այո։ Հիմա թույլ կտաք շարունակեմ։ Հիմա ըստ նախագծի տրամաբանությամբ 1 տարվա ընթացքում 13 միլիարդ դրամ կամ մոտավորապես 33 միլիոն դոլար, կներեք, ավել գումար է մուտքագրվելու պետական բյուջե։ Հաջորդը ասեմ։ Ինչ խնդիր է եղել։ Հիմա ասեմ, ըստ այդ օրենքի նախագծի սահմանված է, որ հունվարի 1-ից եթե չունենենք խաղային օպերատոր, պետք է 3 անգամ բարձրանան հարկերը։ Այսինքն եւ առաջիկայում մենք տեսնում ենք, որ խաղային օպերատոր չենք ունենալու, արդյունքում հունվարի 1-ից 1 տարվա ընթացքում պետական բյուջե մուտքագրվելու մոտավորապես 70 միլիոն դոլար հավելյալ գումար։ Հիմա մենք պետք է հասկանանք, կներեք, ոմանք ովքեր հստակ անուններ, հիմա մենք եթե չեք ստացել, շատ լավ, հիմա կլսեք ինձ։ Հիմա այդ գումարները, որոնք մուտքագրվել են պետական բյուջե, նախկինում դրանք գնացել են այդ մարդկանց գրպանները, ովքեր որ այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են եւ միլիարդատերեր են։ Այդ կապ ունեն, պարոն Սարգսյան։ Իհարկե ունեն եւ այդ գումարները հիմա եւ որ ժամանակ եկա կասեմ։ Իհարկե ոչ։ Չի կարող նման բան լինել։ Ես կներեք կարող եք լսել իմ հարցը։ Եթե ավել 70 միլիոն դոլար այս ընկերությունները գումար են տալու պետությանը, որից մի մասը արդեն տվել են, ինչ է ստացվում, որ իրանք ունեն խնդիր լրջագույնս իդեմս պատգամավոր Սարգսյան Հայկի, ով բարձրացնում է այն հարցերը, որոնք որ մեր հանրությանը հուզում են, որտեղ այսօր խաղամորությունը, թմրամորությունը եւ քրեական բարքերը ամենաշատն են ցավացնում եւ հուզում մեր հանրությանը։ Ես այդ հարցերը ըստ իս եւ ըստ
ըստ նաև պատմության, եթե դուք նայեք վերջին գործունեություն ազգային ժողովի, միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է եւ պայքարելով հասել եմ արդյունքին իշահ մեր պետության, վտանգելով նաև իմ սեփական կյանքը, քանի որ մարդիկ, ովքեր միլիարդներով այն ժամանակ դնում են գումար իրենց գրպանները, ստիպված պետք է կտրեն եւ տան պետությանը, որպեսզի այդ գումարները ծառայեն մեր ժողովրդին։ Հիմա ստացվում է, որ ես մեծ օգուտ բերելով իմ պետությանը հայտնվել եմ թիրախային իրավիճակում եւ վարչության որոշ անդամներ մեր մասած չեն գնահատում իմ գործունեությունը։ Վարչությունը ինչ ձև մի րոպե Հերմինե ջան հարց եմ տալիս։ Հաստատ մեծ մասը չի քվեարկել ձեր Ես քվեարկության արդյունքները, ես քվեարկություն մի վիճեք, բոլորիդ հարցին կպատասխանեմ։ Ես վարչության անդամներից ով ինչպես է քվեարկել, կարող եմ ենթադրել, բայց չգիտեմ, քանի որ դա ինձ չեն ասել։ Կարող է այնտեղ ներկա եղել, դուք հրապարակ օրաթերթը ներկա լինում վարչության լիստերին։ Այսինքն դուք ինչպես գիտեք, որ 3 հոգի դեմ եք, ով է քվեարկել, ով է ասել։ Դե ով է ասել, եւ միջև չասեք ով է ասել, ես չեմ շարունակի ձեր հարցերին պատասխանել։ Բնականաբար մեծ մասը դեմ է քվեարկել, ես բայց չեմ կարող ասել ով է դեմ քվեարկել, ով կողմ, ցանկանում որպեսզի եւս մեկ անգամ իմ բողոքը վարչությունը թույլ տա իրացնեմ ես իմ որպես կուսակցական իմ իրավունքը, որովհետեւ ունեմ սահմանափակ իրավունքներ, որոնք այո, կանոնադրություն մեջ բացեք 21-րդ հոդվածը սահմանում է կուսակցական անդամի իրավունքները։ Առաջիկայում կխոսենք։ Վարչությունը ձեզ ներկայացրել, ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել, ինձ բանավոր խոսքում վարչության անդամներից մեկը իմ ընկերներից փոխանցել է, որ վարչությունը մերժել է իմ դիմումը։ Պաշտոնական է ձեզ ասվել, թե ինչ որ ներքին կարգով ձեր ընկերը ձեզ ասել է, որ դու պաշտոնապես կուսակցության վարչությունը որոշել է, որ տվյալ վարչության անդամը պետք է ինձ փոխանցի վարչության դիրքորոշումը, նա փոխանցել է ոչ բանավոր հանդիպման ժամանակ։ Հենց դա տեսեք, հենց նաև խնդիրներից մեկը դա է, որ բազմաթիվ հարցեր դեռևս որոշված չեն, հենց առաջին հարցը չափորոշիչների հարցն է, թե ինչ չափորոշիչով պետք է կուսակցականը հավակնի, այսինքն որ չափորոշիչներն են, որ ինքը պետք է բավարարի, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվելու, դա սահմանված չէ, եւ նաև ես, որեք չափորոշիչներով չափորոշիչներ այս պահին սահմանված չեն եւ որևէ մեկը չգիտի, որ ես եթե ներված լինեի, ես չէի բողոքարկի, ես կգնայի մեր տուն, բայց քանի որ ես չեմ ցանկանում դավաճանել իմ սկզբունքները եւ այն ժողովրդին, որը մեզ բերել է իշխանության, ես ուզում նշել, որ 2018 թվականի ապրիլի 22-ին, 23-ին եւ 100,000 մարդիկ դուրս եկան փողոց, ես գտնվում էի կալանքի մեջ եւ ինձ սպառնում էր մինչեւ 8 տարվա ազատազրկում եւ եթե ժողովուրդը դուրս չկար պայքար, ես դեռևս կգտնվեի անազատության մեջ, այսինքն ես իրավունք չունեմ դավաճանելու իմ ժողովրդին, ես պետք է պայքարեմ, որպեսզի այն արատավոր երևույթները, որոնք ես նշել եմ, առաջինը խաղամոլությունը, ինչպես է ծնվել այս միտքը։ Հազարավոր քաղաքացիներ ինձ դիմել են, ասել են Հայաստանում խաղամոլություն այս աստիճանն է, մարդիկ ինքնասպանություններ են անում, իրենց տներն են կորցնում, պետք է կանխել։ Ես 3 առաջարկ եմ արել մեր գործընկերներին, առաջին փակել ընդհանրապես բոլոր on-line կազինոները եւ ընդհանրապես կազինոները Հայաստանում, ինչպես աշխարհի մի շարք երկրներում է, օրինակ Պարսկաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ նահանգներում եւ մի շարք այլ տարբեր երկրներում, արաբական երկրներում, Էմիրատներում, Քուվեյթում, մյուս երկրներում։ Երկրորդ առաջարկը, որ ես արել եմ, որը առաջիկայում փորձել եմ նաեւ առաջ տանել, վերաբերվում է նրան իմ երկրորդ առաջարկին, որը գալիս էր ասելու, որ պետք է պետականացնել բոլոր կազինոները եւ on-line շահումով խաղերը, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, դրանք պետական են Չինաստանում, Սինգապուրում, նաև Ադրբեջանում, Թուրքիայում դրանք կազմակերպվում են պետության կողմից։ Եվ երրորդը ես ինձ տեսնում եմ ազգային ժողովում, ես որևէ ամբիցիա չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու եւ չեմ ունեցել։ Այսինքն քաղաքապետի ապագացում են քաղաքապետի հետ կապված երես հավակնություններ Չկա նման հավակնություն, չի կարող նման ցավացնողներից մեկ օրինակ ինչպես ձեր բառով ասեմ, Տիգրան Ավինյանն է, որը Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին եւ դեմ չի եղել, Տիգրան Ավինյանը իմ ընկերն է եւ նաեւ բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար, եթե ինքը տեղում լիներ կքվեարկեր կողմ։ Սա ուզում եմ ասել, որպեսզի այդ Տիգրան Ավինյանի հետ կապված բոլոր քննարկումները փակենք, նա իմ ընկերն է, նա սատարում է ինձ, ես սատարում եմ իրան, համարում եմ Հայաստանի Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը, եթե ոչ ամենալավը։ Առաջիկայում կխոսենք դրանց մասին։
Առաջիկայում կխոսենք, ոչ։ Պարոն Սարգսյան, քանի որ վարչությունն է ձեզ մերժել, դուք բողոքարկելու եք վարչությանը, չէ՞, այդպեսի կողմ եք ներկայացնելու, ինչ ակնկալիք ունեք, որ այդ նույն Ակնկալիք ունեմ, որ վարչությունը ինձ կլսի։ Իր ընդունած որոշումը պիտի չեղարկի։ Կարծում եմ, որ պիտի վարչությունը նոր որոշում կայացնի։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Տվել վարչությունը Առաջիկայում կքննարկենք, եթե կարիք լինի։ Շնորհակալ եմ բոլոր հարցերի համար։ Սաղլաչեք